Այսօր, մարտի 25-ին, վրայերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 16:20-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 63 կմ հատվածում Mercedes մակնիշի ավտոմեքենան վրայերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած Սևան բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, վիրավորին նախ տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել հիվանդանոց։ Դեպքի վայր են ժամանել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության բարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի առաջին վաշտի բարեկները ու սահմանազատել են տարածքը։ Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։ Դեպքի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդի և վրայերթի ենթարկվածի ինքնությունը։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Սևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Շամշյանի տեղեկություններով վրայերթի ենթարկվածը 3 նույն վայրում վրայերթի հետևանքով մահացածի հայրն է։ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, մարտի 24-ին մահվան ելքով վրայերթ էր տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 20:00-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 63 կմ հատվածում Dodge կալիբեր մակնիշի ավտոմեքենան վրայերթի էր ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնի։ Վարորդը փախուստի չէր դիմել, ահազանգել էր շտապօգնություն և մինչ բժիշկների ժամանումը օգնություն է ցուցաբերել վրայերթի ենթարկվածին, սակայն ժամանած բժիշկները արձանագրել են հետիոտնի մահը։ Վարորդը այնուհետև ահազանգել է ոստիկանության Սևանի բաժին։ Բարեկները տարածքը սահմանազատել էին, իսկ վարորդը տեղում ենթարկվել էր սթափության փորձաքննության, եղել էր սթափ։ Դեպքի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում էին վարորդի և մահացածի ինքնությունը։